Իդեպ հետարքին մի փաստ արեք, ասեմ, ես մի փոքր փակագծներ եմ բացել 2016-17 թվականների իմ ազգային անվտանգությունում, անվտանգության մեկուսանում եղած ժամանակահատվածից։ Դուք գիտեք, որ 2016-17 թվականներին քրեական գործերը հարուցվել ներքին կարգով, հրահանգ է եղել, քրեական գործեր հարուցել Մանվել Գրիգորյանի նկատմամբ, Յուրի Խաչատուրովի նկատմամբ, ես չեմ խոսում 19, 18-ի վերջ 19, 20, 21 թվականների, ոչ, խոսում 16, 17, 18 թվականների։ Եվ դրա մասին հիանալի տեղյակ է Արթուր Վանեցյանը։ Արթուր Վանեցյանը դրա մասին շատ հիանալի տեղյակ է։ Հետաքրքիր հարցադրում, ում էր պետք այդ քրեական գործերը։ Բոլոր այն քրեական գործերը, որոնք 2018 թվականից հետո ուղղակի միջև այսօր կան, այդ քրեական գործերը ազգային անվտանգության քննչական մարմինները սկսել են կարել չակերտավոր 16, 17, 18 թվականներին ազգային անվտանգության մեկուսանում եղած ժամանակ, երբ ձերբակալում են, չէ, տարբեր մարդկանց, տարբեր քրեական գործերով բերում են եւ այլն եւ այլն։ Ես հանդիպել եմ մարդկանց, որոնց ձերբակալել են ինչ-ինչ քրեական գործերով, սպաներ, ոստիկանության բարձրաստիճան անձինք, օլիգարխների, ոնց ասեմ, օգնականներ, խորհրդականներ, քաղաքական խորհրդատուներ եւ այլն, որոնց նկատմամբ քրեական գործեր էին հարուցել եւ այդ քրեական գործերը կարճելու համար նրանց առաջարկում էին ցուցմունք տալ։ Ուշադիր լսեք, ցուցմունք տալ, ասենք օրինակ Մանվել Գրիգորյանի հանդեպ, Յուրի Խաչատուրովի, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, չգիտես ինչի ուղղակի առաջինը արեցին այն, որ գլխատեցին Եվրոպական միությունը։ Միակ կառույցը, որը կարող է ուղղակի ձևով, անկախ նրանից ես համակրանք չունեմ, ինչ որ կան հակակրանք Մանվել Գրիգորյանի հանդեպ, բայց միակ կառույցը որպես կառույց, այսպես ասեմ ձեզ, Եվրոպական միությունն էր, որը կարող էր դիմադրել, ուղղակի դիմադրել յուրաքանչյուր չարաբաստիկ, այս ասած ծրագրի այն ամենի հետ կապ ունի չվերաբերում Արցախին եւ այլն եւ այլն։